Ողջույն։ Այսօր Փակ TV շրջանակներում խոսելու ենք մի քանի նախազգուշացումներից, թե ինչպես անենք այս ամիս գույներով, տարոթվերով, կանխատեսումներով։ Բայց մինչ այդ ամենը սկսել է դարձել եւս մեկ անգամ, քաջ առողջություն եմ մաղթում պարոն Ղուշյանին եւ նորապույտ վերադարձ Փակ TV մենք կարոտում ենք ձեզ ու ուզում ենք ձեզ տեսնել դեռ շատ երկար տարիներ մեր մոտ ու սպասում ենք հաջորդ Փակ TV-ին միասին վարելու համար։ Եվ այսպես, ինչից զգուշանալ, ինչից զերծ մնալ եւ որն է վտանգավոր տարեթվերը ամսվա թվերը այս ամիս։ Տարեթվերը այս տարի շատ ծանր են լինելու 78, 92, 94, 86 Այն մարդիկ, ովքեր ծնվել են այդ տարեթվերին, զգուշացեք, որովհետև այս ամիս ձեզ համար շատ ճակատագրական ու խոստումնալից է լինելու։ Ձեր որոշումներին շատ հստակ եղեք։ Կան կանխատեսումներ, որ այս տարվա համար, այս ամսվա համար, այդ ծնված մարդիկ շատ կարևորագույն ժամանակաշրջան են ապրելու։ Ու իրանց համար կարմիր էներգետիկան դառնալու ավելի հստակ, ավելի դյուրին։ Ինչպես պաշտպանվել շատ անգամներից, շատ անգամ ասել եմ այդ խակերական երևույթներից։ Ամենառաջի հերթին տեսեք, թե ով է ձեր դիմաց նստած։ Այն մարդիկ, ովքեր շատ են դիմում տարբեր մարդկանց եւ աշխատում են իրանց հետ, ապա տվյալ դեպքում ասեմ, այն մարդիկ, ովքեր բլեֆներով են զբաղվում, շարլատանությամբ են զբաղվում, այս ամիս իրանց համար ճակատագրական է լինելու։ Երբ որ դուք դիմում եք նմանատիպ մարդկանց, թողեք, որ իրենք խոսեն ձեր մասին։ Խոսեն ձեր անձի, ներկայի, անցյալի, ապագայի, ինչպես նաև տարեթվերի հետ կապված մի շարք տարբեր ձեզ կպնող երևույթների հետ կապված։ Եվ ամենաշատ հարցը, որ այս անգամ ինձ տվել են, խոսքը վերաբերում է Լիլիթին։ Արման ջան, դուք ամեն անգամ նշում եք, որ խնդրում ենք թողեք մարդու էներգետիկան, ինչի համար, ոնց անենք դա, չէ՞ որ մենք ձեզ դիմում ենք հաճախակի ու այն մարդու էներգետիկան վերականգնելու եւ մեզ հետ աշխատելու հետ միասին։ Հարգելիս, երբ որ ես աշխատում եմ մարդու հետ, ցանկացած դեպքում, ցանկացած երևույթի ժամանակ հիշեք, տվյալ մարդու էներգետիկան պետք է միանշանակ թողել հանգիստ, որովհետև երբ որ դուք մարդու էներգետիկան հանգիստ եք թողում, այդ ժամանակահատվածում մարդու ու ձեր էներգետիկան դառնում է զերոյական եւ հնարավորություն ավելի հեշտ է լինում բաց թողնելված էներգետիկան վերականգնել ու զերոյական ձևով սկսել ձեր հարաբերությունը։ Եթե դուք դա չեք անում, այդ երևույթի մասին չեք կարողանում հանգիստ թողել, տվյալ մարդու անընդհատ գիշեր ցերեկ իր հետևից ընկնում եք, դա դուք իր համար դառնում եք, դա հաճ երևույթ ու չի կարելի նման ձևով շարունակել։ Այս պատճառով ես բազմաթիվ անգամներ նշում եմ, որ պետք է տվյալ մարդու էներգետիկան թողնել հանգիստ ու երբեք չաշխատել այդ մարդու մասին մտածել այնքան ժամանակ, մինչև մաքրումը անցնի։ Իսկ մաքրման տևողությունը տևում է 45-ից 60 օր։ Հաջորդ հարցը, որ ինձ տվել էր Տիկին Գայանեն, Արման ջան, վերջը մեր երկիրը կխաղաղվի, թե չէ։ Ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ եւս այնպես ստացվեց, որ իմ կանխատեսումը անակնկալների եղավ այնպես, որ ըստ հերթականության դասավորվեց։ Այո, մեր երկիրը լինելու է լիարժեք հաջողության մեջ։ Մեր երկիրը լինելու է շատ գովեստի, դրոշը ծածանվող, փառապանձվող ու լինելու ենք մենք այնպիսի վերջո այնպիսի պետություն, որ ոչ թե մեզ հետ պատերազմեն, այլ փորձեն դիվանագիտական ամեն ձևով մեզ հետ ընկերություն անել։ Ու մենք այո, փառքի հասնելու ենք։ Արման ջան, դուք ձեր ելույթներից մեկի ժամանակ նշել եք, թե ինչպես ազատվենք ժամանակավոր էներգետիկայից ջրի միջոցով։ Կպատմեք դրա մասին։ Նայեք, երբ որ դուք աշխատում եք առհասարակ, դուք ունեք
աշխատելու ունակություն չունեք, բայց լսել եք ինչ-որ տարբերակներ, միշտ ու միշտ առաջին հերթին կաշխատեք ջրի հետ։ Ինչ եք անում։ Սովորական ջուրը լցնում եք ինչ-որ տարայի մեջ, փակ, թափանցիկ տարա չլինի։ Երկու ձեռքը դնում եք դրա մեջ և ասում եք, ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա, ցավը անես, ինձնից ու իմ ընտանիքից հեռու տանի։ Որից հետո պարտադիր գլուխը թեքում եք դեպի հարավ և առանց ջրին նայելու խոսում եք ամենաբացական նեգատիվի մասին։ Վերջացրեցիք խոսալը։ Ձեր կողքը ինչ-որ մի հատ դնում եք սրբիչ կամ ինչ-որ մի բան։ Առանց էլի եմ կրկնում, առանց ջրին նայելու այդ սրբիչը վերցնում ու գցում եք ջրի վրա, որովհետև ջուրը նույնպես ունի հայլու նշանակությունը։ Ինքը արտացոլելու հետևանքով այդ նույն էներգետիկան տալիս է ձեզ։ Արեցիք, բայցիք 3 օր, ջուրը թափում եք, խոշոր աղ եք լսում նույն տարայի մեջ, նորից ջուր, նորից ձեռքերը դնում եք մեջը, բայց այս անգամ խոսում եք ամենադրականի մասին, այդ ինչ որ ուզում եք որ դա լինի, ու նայում եք պարտադիր ջրին, ու այդ էներգետիկան շատ շուտ ձեր մոտ վերականգնվում է։ Եվ հաջորդ հարցը, որը ինձ ուղարկել է Կարենը, Արման ջան, դուք ինձ համար սարքել եք թալիսման, որպեսզի ես երեխա ունենամ։ Շնորհակալ եմ, այսօր իմ տղան ծնվեց, 7 տարի երեխա չունենալուց հետո ես առաջին անգամ զգացի, թե ինչ է հայրը, եւ խնդրում եմ այդ բալանից հնարավոր է կնոջս համար է սարքել։ Նախ շնորհավորում ենք ձեզ, ձեր աչքը լույս լինի, շնորհակալ եմ արձագանքելու համար, թեև սա իմ առաջի դեպքը չէր, որ մաքրումների հետևանքով բազմաթիվ ընտանիքներ տեսել են այդ երջանկությունը։ Բալանիները հիմնականում տալիս են ընտանիքի այն անդամներին, ովքեր ունեն շատ բացասական երևույթներ, ովքեր աշխատում են, ունեն դրամական մեծ արկ-վաճառք, մուտք, ելք և նմանատիպ այլ խնդիրների հետ են առնչվում, տալիս են իրենց, որպեսզի իրենց ֆինանսական կարգավորումը լինի։ Բալանին չեն տալիս հղի կնոջը, բալանին չեն տալիս նոր ամուսնացած կնոջը, բալանին տալիս են այդ ժամանակ միայն տղամարդուն, որպեսզի անդադ ինքը աշխատի, ֆինանսը կանանա ու հաջողություն բերի։ Եվ մեկ հարց, որ ինձ շատ դուր եկավ, Արման ջան, դուք ձեր եթերներում շատ եք ասում, ինչպես հաշվել ֆինանսовի կոդը։ Խնդրում ենք այս անգամ էլ կբացատրեք, հարգելիներս, դա շատ հեշտ է։ Գրում եք ձեր ծննդյան օրը, ամիսը և տարին։ Եվ իրար հետևից շատ պարզ տարբերակով սկսում եք գումարել։ Օրինակ, ես իմ օրինակով բերեմ ու ցույց տամ 1702 1992։ Ահա, այստեղ վերևից ներքև գրված է ծննդյան օր, ամիս, ամսաթիվ հերթականությամբ։ Գրեցիք, սկսում եք գումարել իրար։ Առաջինը 1 գումարած 7, այսինքն 17-ը առանձին, հետո 0 գումարած 2 և 1992-ը նույնպես 1 գումարած 9 գումարած 9 գումարած 2, այստեղ ստացանք 7, այստեղ 2։ 1992-ը որպեսզի սարքենք մեկ ամբողջական թիվ, գրում եք իրանց վերջնական թվով, այսինքն 10, 1 գումարած 9 հավասար է 10, 19 և եղավ 21, ճիշտ է, 21-ը տակը նորից գրում եք, 2 պլյուս 1, ստեղ եղավ 3, այսինքն իմ ֆինանսական կոդը գալիս է 823-ը։ Խնդրենք օպերատորին ինչ-որ տարբերակով ավելի ֆիքսել, տեսնելու համար, որպեսզի ինքը ավելի պարզ լինի, եթե դուք արդեն տեսնում եք այստեղ այս ամենը, այս տարբերակով են հաշվում ֆինանսовի կոդը։ Եվ այսպես, 823-ն է, ինչ եմ ես դա անում, վերցնում եմ դափնու տերև, 823 թիվը, դնում եմ իմ դրամապանակի մեջ, մեկ շաբաթ,
Մեկ շաբաթից հետո վերցնում եմ, այրում եմ եւ նոր դրամապանակի մեջ դնում եմ հաջորդ դափնու տերևը։ Եվ այդ արումից հետո եւս հաջորդ շաբաթ վերցնում եմ 803 թիվը գրում եմ դափնու տերևի մեջ եւ դնում եմ իմ դրամապանակի մեջ։ Եվ երրորդ շաբաթից սկսած իմ ֆինանսовի պատոկը գալիս է դեպի ինձ։ Եթե հաճախ, ամենահաճախ տարբերակներում կարող է լինել նույնիսկ 4-րդը, եթե այդ մարդիկ են կալիչները, առյուծները, աղեղնավորները, երկվորյակները եւ կույսերը։ Մնացած մարդկանց համար ընդհանրապես նմանատիպ խնդիրներ չկա։ Զգուշացում այս ամսվա ամսի 1-ին, 3-ին, 10-ին, 14-ին եւ 26-ին ծնված մարդկանց համար։ Դուք բախտավոր օրվա համար եք։ Այսինքն ձեզ համար այս ամիսը իդեալական ժամանակաշրջան է։ Իսկ մնացած ամսաթվերի ծնված մարդկանց համար մի փոքր պասիվության։ Եթե կլինեն հարցեր, կարող եք մեկնաբանություններում գրել, որովհետև հաջորդ անգամ աշխատելու ենք տարո կարտերով, ծննդյան ամիս ամսացում մատրիցաներն ենք հաշվելու եւ երկու պատահականության մարդու հետ աշխատելու ենք ընդհանուր մեծ տարո կանխատեսում ենք անելու, այսինքն 36 քարտերով։ Դե ինձ ձեզ հետ Արման Այվազյանն էր, մնացեք բարյավ եւ հիշեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է, միայն թե ավելի ինքնավստահ եղեք, ամեն օր ասեք հայլուդեմ, ես շատ լավ օր եմ ունենալու այսօր, ես հասնելու եմ այսօր նրան, ինչը երբեք չեմ հասել, եւ կտեսնեք օրերի ընթացքում ինչքան կարճ ժամանակահատված անց ձեր մոտ այդ ամենը կլինի։ Ձեզ հետ Արման Այվազյանն էր, կհանդիպենք։